Հայաստանի քաղաքացիներ են մնացել Իսրայելում։ Ինչ է լինելու նրանց ճակատագիրը, ունես տեղեկություն արդյոք։ Անկեղծ ասած չգիտեմ թե որքան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կան, որտեղ անձամբ մեզ չեն դիմել այդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները օգնության համար, բայց իհարկե կան Հայաստանի քաղաքացիներ, որոնք եկել են Իսրայել թեկուզ զբոսաշրջության կամ իրենց բարեկամներին այցելելու, նման մարդկանց թիվը իմ կարծիքով մեծ չէ, նամանավանդ այս պատերազմական շրջանում, որ մենք մեր մոտ ասենք չվերթները ոչ լինում էին օրեր, երբ ասենք մեկ հրթիռ ընկնելուց հետո տասնյակ ավիափոխադրողներ չեղարկում էին իրենց չվերթները, սա կարելի է հարցնել Հայաստանի Հանրապետության դեսպանատանը Թել Ավիվում, մենք նման թվերի չենք տիրապետում, բայց ես կարող եմ վստահաբար հայտնել, որ Պետախ Տիկվա իսրայելահայերի նայերի միությունը Իսրայելում միակ հայկական կազմակերպությունն է, որը տասնյակ տարիներ, սկսած 2005 թվականից ցանկացած պատերազմի ռազմական գործողության ժամանակ հանդես է եկել իր ուրեմն շտաբի ձևավորմամբ, մենք շտաբ ենք ձևավորում եւ հնարավորության դեպքում օգնում ենք բոլոր այն մեր հայրենակիցներին, որոնք որ օգնության աջակցության կարիք ունեն, լինի թղթաբանական խնդիրներ, Հայաստանի կառավարության հետ հարաբերություններ, լինեն դրանք տեղում մարդկանց ինչ որ մի օգնություն ցուցաբերելու շատ դեպքեր են եղել, երբ որ մենք իմացել ենք, որ կոնկրետ մի քաղաքի մեկը օգնության կարիք է ունեցել, հնարավորություն ունենք մեր տղաների միջոցով կամ օգնության հասնել կամ տեղում խնդրում ենք, որ եթե կա նման անհրաժեշտություն, մարդկանց օգնություն հասցնել սննդամթերքի, տեղորայքի եւ այլն տարբեր միջոցներով։ Այսինքն այս պահին, քանի որ պատերազմը ընդամենը 4 օր է ընթանում, ճիշտ է, սա շատ ծանր է, բայց մենք դեռ նման ուրեմն շտաբ չենք կազմակերպել, որովհետև մի քանի պատճառներ կան, օդը փակ է, ոչ մի ինքնաթիռ գետնի վրա չկա, ջրային ճանապարհով հնարավոր չէ Կիպրոս մեկնել, Աշդոդ, Լառնակա, Լաստանավը 3 թիկունքի ծառայությունը դատարկ հետ ուղարկեց 2000 հոգի մարդ սպասում են, ուղղակի վախենում են մարդկային կուտակումներից, որովհետև եթե նույնիսկ մեկ հրթիռ կարողանա հարվածել այդ մարդկային կուտակումների վրա, կլինի իսկապես շատ մեծ։ Այսինքն ոչ ոք փողոց դուրս չի գալիս։ Ոչ, փողոց դուրս չեն գալիս, երբ որ մենք ստանում ենք, այսինքն ստանում ենք ահազանգ այդ ապլիկացիայի միջոցով։ Խանութները աշխատում են Իսրայելում։ Այո, խանութները աշխատում են, հյուրանոցներն աշխատում են, քաղաքային տրանսպորտն աշխատում է, բայց ասենք ձեռնարկությունների մեծ մասը չի աշխատում, շինարարությունը չի աշխատում։ Այսինքն մարդիկ դպրոցները, երեխաները չեն սովորում, անցել են հեռավար ուսուցման տարբերակի։ Արտյոմ, իրանական աղբյուրները, որոշ աղբյուրներ հաղորդում են, որ իսրայելական դրոնները Ադրբեջանի տարածքից են թռնում Իրան։ Ունեք այդպիսի տեղեկություն։ Ոչ, ես նման տեղեկություն չունեմ, միայն կասկածում եմ, որ այդ դրոնները, որոնք որ ներթափանցել են, այդ կոնտեյներները, որոնք որ բերել են Իրան, հնարավոր է որ բերված լինեն Ադրբեջանի տարածքից։ Սա ես չեմ բացառում, որովհետև հիշեցնեմ, որ 120 կիլոմետրով ադրբեջանա-իրանական սահմանը ավելի մեծացավ մեր հողերի հաշվին։ Սրանք մենք բոլորս գիտենք, եւ դուք լավ գիտեք, որ Իսրայելը այդտեղ այդ հողերի վրա ունի եւ անօթաչուներ թռցնելու հնարավորություն եւ նաեւ ունի հետախուզություն իրականացնելու, լուրջ հետախուզություն իրականացնելու ուրեմն հնարավորություն եւ սրանով պայմանավորված ես գրեթե վստահ եմ, չունեմ փաստեր, ես ենթադրում եմ իհարկե, բայց ենթադրում եմ, որ հնարավոր է նաեւ Իրան են հասել այդ ԱԹՍ այդ FPV ուրեմն ԱԹՍ-ները հենց Իսրայելի տարածքից եւ այդ կոնտեյներները հայտնվել են Թեհրանի սրտում, Իսպահանում եւ մնացած կարևոր շրջաններում եւ իդեպ պարոն Նացականյան, այս ռազմական գործողություններին Իսրայելը պատրաստվել է 1.5 տարի։ Այսինքն հետախուզությունը իրենց այնքան ուժեղ աշխատել, որ երբ որ մենք արդեն ժամը 3-ին ահազանգի, այսինքն տագնապի ձայնով արթնացանք, արդեն այդ պահին ոչնչացված էին գրեթե այն ողջ վերնախավը իրանական, որոնք հիմնականում ոչնչացվել են։ Առաջի օրը հա, այդպեսին է գնահատվում, որ հանկարծակի են եկել Իրանում։ Այո։ Բայց հետո կարծես Իրանը ուշքի եկավ, չէ՞, ունեք այդ տպավորությունը, որ այդպես է։ Անկեղծ ասած չունեմ այդ տպավորությունը, որովհետև երբ որ իրանցիների անպակորգոր հայտարարությունները Իսրայելը հողի երեսից ջնջելու եւ նաեւ մի շարք հայ մեր ուրեմն օկտատերերի մոտ էլ տեսնում եմ Իսրայելը չկա, Թել Ավիվը ավերակների մեջ է,
ուղղակի ծիծաղում եմ, որտեղ ես Տել Ավիվում եմ աշխատում, կարող եմ հազարավոր կադրեր նկարել, որ Տել Ավիվը նորմալ ապրում է, մարդիկ իրենց շունիկների հետ փողոցում ման են գալիս։ Իսկ ինչ վերաբերում է Իրանի հարվածներին, նախ Իրանը արդեն չունի այն հնարավորությունը, որ ուներ ուրբաթ օրը, որովհետև շատ լուրջ խոցվել են այն ուրեմն հերթիրային համակարգերը, հերթիրների պահեստները եւ Իսրայելի գնահատականով մոտ 2000-ից ավել հերթիր Իրանը չունի։ Իսկ տեսեք, թարմ ես ենթադրում եմ, որ դա հիբրիդային գրոհներ են երկու երկրների միջև, Նեթանյահուն ասում է Թեհրանին դուրս եկեք բնակիչներին ձեր տներից, Իրանն էլ հայտարարում է Թել Ավիվում դուրս եկեք, ինչ որ ժամեր են տալիս դուրս գալ։ Կամ պետք է իսկապես ինչ որ բան տեղի ունենա, կամ դա ընդհանրապես քաղաքական մանևրներ են։ Նախ Իսրայելի դեպքում քաղաքական մանևր չէ, որովհետև լավ հիշում եք, երբ որ Իսրայելը Գազայի գոտում, Լիբանանում ունեն մի հատ արաբերեն խոսող բանակի լրատվության ծառայության ներկայացուցիչ, այս մարդը երբ որ արաբերեն հայտարարում էր, որ խնդրում եմ Դախիայի շրջանից, այս շրջանից դուրս եկեք, արաբները իրար ձեռքի բռնած դուրս էին գալիս, նույնը տեղի էր ունենում Լիբանանում, երբ որ ասում էին Բեյրութի այս շրջանին ենք խփում, արաբները շատ գեղեցիկ ձևով դուրս էին գալիս, բայց երբեք չի եղել դեպք, որ Իրանը, Հեզբոլլահը կամ ինչ որ մեկը մեզ ասեն, իրար ձեռքի տված դուրս արեք Թել Ավիվից, մենք էլ այսպես գլուխներս կախ վերցնենք ու դուրս գանք Թել Ավիվից, հասկանում եք։ Արդյոք Միացյալ Նահանգները հերքում է իր անմիջական մասնակցությունը այս վերջին բախումներին, բայց ոչ ոք չի հավատում։ Դե պարզ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ես օրինակ 3 Թել Ավիվի վրայով մի քանի ինքնաթիռ տեսա, ասում եմ ներողություն, բայց քանի որ մեր օդը փակ է, այս ինչ ինքնաթիռներ են գնում գալիս Թել Ավիվի վերևով, բարձվում է, որ ասենք միշտ Ամերիկայի Միացյալ Նահանգները զենք է մատակարարում, այս պահին մատակարարում են ծանր հրթիռներ ու ծանր ավիառումբեր, բայց ես կասկածի տակ եմ առնում Բենյամին Նեթանյահուի այս հարձակումը Իրանի վրա, որովհետև եթե հիշում եք, մենք մեր նախորդ վերլուծության ժամանակ ասում ենք, որ Իրանի միջուկային ծրագրերը շատ խորության վրա են գտնվում, շատ մեծ խորության վրա, եւ Իսրայելը չունի ռմբակոծիչներ, որպեսզի կարողանա Իրանի նման ցավոտ հարվածներ հասցնել։ Այո, ցենտրիֆուգաների որոշ հատվածներին վնաս են հասցրել, վերգետնյա, ասենք, էլեկտրակայանների, որոնք դրանք սնուցում են, կամ միջուկային մի շարք օբյեկտների տարբեր տեսակի արտադրություններ, այո, շատ լուրջ հարված են հասցրել, բայց պատկերացրեք 1800 կիլոգրամանոց ռումբով ինչպես կարող ես ասել մեծ սարը ծակել եւ ասենք այդ սարի տակ 600 մետր խորությամբ բունկերը խոցել, որտեղ գտնվում է ասենք Իրանի միջուկային օբյեկտները։ Նման զինատեսակ ունի միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները, իսկ մինչև այսօր Նեթանյահուն որքան փորձում է համոզել Թրամփին, որ ներքաշի այս պատերազմի մեջ, Թրամփը նման արկածախնդրության մեջ չի մտնելու։ Այս պահին դերևս ամենայն դեպս, եթե Օմանում ուրեմն բանակցությունները տեղի չունենան կամ Կատարում ինչ որ միտեղ տեղի չունենան հանդիպումներ Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Իրանի չգիտեմ Իրան ում է ուղարկելու, որովհետև բոլոր ովքեր բանակցում են, բոլորը ասենք արդեն տեղում չեն, իրենց հարազատների մոտ են այն աշխարհում, թե ում են ուղարկելու նոր սովորացնելու են ինչպես բանակցեն ամերիկական պատվիրակների հետ, սա ուրիշ հարց է, ինչ վերաբերում է նրան, որ ինչու Նեթանյահուն հիմա հարձակվեց, 60 օր էր Դոնալդ Թրամփը տվել Իրանին Եվ սրանով ազատելով իսրայելցիների ձեռքը ցույց տվեց, որ 61-րդ օրը ցեզ ինչպիսի ուրեմն հուշկու հարված կարող է մեր դաշնակից Իսրայելը հասցնել։ Եվ իհարկե գիտեք, որ մեր ողջ զենքն ու զինատեսակները ամերիկյան է, ճիշտ է, վերջին տարվա ընթացքում մեր մոտ եռապատկվել է ներքին արդյունաբերությունը, բայց ամենայն դեպս ճշգրիտ ռումբերի եւ ճշգրիտ հրթիռների առումով դերևս չունենք նման քանակությամբ արտադրական հնարավորություններ։ Արտեմ, ամեն դեպքում Իրանի պատասխանը հուշում է, որ Նեթանյահուի վիճակը ավելի խոցելի է դառնում արդեն Իսրայելի ներսում։ Իսրայելի ներսում Նեթանյահուի վիճակը միշտ խոցելի է մնացել, այստեղ քաղաքական ճգնաժամերը պատերազմների ժամանակ նույնիսկ սկզբում ենք մենք միավորված, ճիշտ է, մեր լոզունգը հետևյալն է, եկեք հաղթենք, հետո Նեթանյահուի հարցերը կլուծենք, նրան տուն կուղարկենք, բայց այդ կարծես թե այդ հաղթելու ժամանակն է շատ ցկցկվում։ Ունենք այս պահին 20 ուրեմն մարդ Համասի կողմից պահվող
եւ 50 կարծեմ 52-ն են, 20-ը կենթանի են, 32 դի եւ այս առևտուրը դերևս ավարտված չէ, Գազայի գոտու հաշիվը փակ չէ եւ ասենք Նատանյահուն նոր հարձակում գործեց, նոր ավելի լուրջ պատերազմ սկսեց Մերձավոր Արևելքում եւ քաղաքական լուրջ ճգնաժամեր են մեր մոտ տեղի ունենում անընդհատ մի պահ եղավ որ նույնիսկ կարծում ենք որ մոտ 2-3 ժամից կառավարությունը կփլուզվի, սա հիմնականում կապվում է այն օրթոդոքսների բանակ զորակոչելու հիմնախնդրի հետ եւ նաեւ արաբներին մի փոքր 150 հոկանոց արաբական խումբ Գազայի գոտում զինելու եւ Համասի հետ կրվածնելու այս Իսրայելի հատուկ ծառայությունների որոշման հետ։ Արտյոմ, այսօր եւ Էրդողանն է իր ծառայությունը առաջարկել որպես միջնորդ եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ ում կնախընտրի Իսրայելը, ինչ ես կարծում։ Ոչ մեկին էլ չի նախընտրի։ Լավ։ Լավ։ Պուտինի հետ արդեն հերախոսազրույց Նատանյահուն ունեցել է, հա։ Եվ նաեւ հիշեք թե ռուսներն ինչպես էին փախել մտել իրենց Սիրիայում գտնվող ռազմակայանը դուրս չէին գալիս, երբ որ Իսրայելի օդուժը ռմբահարում էր Սիրիան։